Բարև ձեզ, սիրելի ուժեղ հայեր ջան, սիրելի հայրենակիցներ, սիրելի ուժեղ մարդիկ, եկեք արձանագրենք, որ սա սովորական ընտրություններ չեն, սա ճակատագրական ընտրություն է և մեր մեծ հաղթանակի սկիզբն է։ Այս հրապարակից այսօր հնչում է մեկ հստակ ուղերձ։ Փոփոխությունները գալիս են և մենք միասին դրանք դարձնելու ենք իրականություն։ Այո! Սիրելի հայրենակիցներ, վերջին 8 տարիներին Հայաստանի քաղաքացիներին խոստացան ապագա, բայց բերեցին հայաթափված Արցախ և տագնապի մեջ Հայաստան։ Խոստացան հաղթանակներ, բայց բերեցին պարտություններ։ Խոստացան սեր, բայց բերեցին պառակտում և ատելություն։ Խոստացան բարեկեցություն, բերեցին աղքատություն, խավար և հազարավոր մեր հայրենակիցների մահ։ Այսօր մենք կանգնած ենք ճակատագրական ընտրության առաջ։ Կամ պաշտպանում ենք մեր ինքնությունը, մեր պետականությունը, մեր արժեքները, կամ կորցնում ենք այն, ինչ սերունդներով պահել ենք։ Դրա համար ասում ենք, ստի, նվաստացման և ցանկացած Ադրբեջանի պահանջի առաջ դեմ առնել չկարողանալու դարաշրջանը թողում ենք անցյալում և բացում ենք նոր դարաշրջան և ասում ենք այո փոփոխություններին։ Փոփոխություն։ Փոփոխություն։ Սիրելի հայրենակիցներ, մենք խոսում ենք իրական խաղաղության մասին։ Խաղաղությունը չի կարող լինել վախ տարածելով։ Խաղաղությունը չի կարող լինել Ադրբեջանի պահանջով քո անկախության հռչակագիրը սահմանադրությունից հանելով։ Խաղաղություն չի կարող լինել 100 հազարավոր ադրբեջանցիների դեմը չառնելով, դա չի խաղաղությունը։ Մենք ասում ենք, որ ունենալու ենք իրական, ուժեղ, երկարատև, արժանապատիվ խաղաղություն։ Առաջնայինը համարելով մեր հասարակության բարեկեցությունը, հայ մարդու բարեկեցությունը, 300,000 աշխատատեղի ստեղծումից մինչև պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունը 1 տարի դարձնելով, Հայաստանում ծայրահեղ աղքատությունը վերացնելու ծրագրով ու այս բոլոր ռեֆորմները ունեն երաշխավոր, ունեն դրա ապահովողը և այդ մարդը Սամվել Կարապետյանն է։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սամվել վարչապետ։ Սիրելի հայրենակիցներ, մենք այսօր խոսում ենք մի պայմաններում, երբ մեր հայրենիքում կա օկուպացիա ադրբեջանական, երբ բանտերում կան բազմաթիվ մեր հայրենակիցներ, ովքեր քաղբանտարկյալներ են։ Հայաստանում պետք է լինի արժանապատվության վերականգնում։
Հայաստանում պետք է լինի իրավունքի գերակայություն, այլ ոչ թե կալանքի գերակայություն։ Հայաստանում ամեն մի քո ընդդիմախոսին չպետք է հետապնդես։ Դա չի հայի տեսակը։ Հայի տեսակը կնոջը քաշքշելու մասին չի։ Հայի տեսակը արժանապատիվն է, ուժեղն է ու մարդասերն է։ Դա է մեր տեսակը, դա է մեր ձևը։ Այո։ Սիրելի հայրենակիցներ, վերջին 1 տարվա ընթացքում մեր թիմը տեսել է բազմաթիվ ապօրինություններ։ Մեր ընկերներից շատերը հիմա էլ գտնվում են բանտում։ Մեր թիմի առաջնորդը Հայաստանի Հանրապետության ապագա վարչապետ, ազգային բարերար Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է, որովհետև պաշտպանել է մեր մայրաթոռը, մեր սուրբ եկեղեցին։ Մենք դրա համար, քանի որ ունենք այսքան ապօրինի, անազատության մեջ, բանտերում, կալանքի պայմաններում գտնվող մեր հայրենակիցներին, ազգային բարերարից մինչև սրբազան հայրեր, ուզում եմ, որ բռունցքներս վեր բարձրացնենք, ժողովուրդ ջան, և ասենք, որ ազատությունը գերակայելու է։ Ազատություն! 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 Սիրելի հայրենակիցներ, մենք հավատում ենք, որ մարդասիրությունը լինելու է անսակարկելի արժեք, որովհետև միայն ուժեղ տեսակը կարող է լինել մարդասեր։ Եվ այսօր, այս բաց երկնքի տակ, այս բազմահազարանոց հավաքի առաջ, մենք ասում ենք, որ եկել է ժողովրդի իրական հաղթանակի պահը, հաղթանակի պահը։ Սիրելի հայրենակիցներ, մենք նաև ցանկանում ենք մեջ բերել Պողոս Առաքյալի հետևյալ խոսքը։ Մնում են հավատ, հույս, սեր։ Սրանք երեքը, և սրանցից մեծագույնը սերն է։ Մեր պայքարի հիմքում հենց սերն է։ Սերը մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր պատմության, մեր եկեղեցու նկատմամբ և դրա համար ասում ենք, որ փոփոխությունները գալիս են, ժողովուրդ ջան, դրա համար ասում ենք, որ հունիսի 7-ին պետք է գնալ ընտրատեղամաս, որ դրանք չգան, գնանք ընտրատեղամաս, որ փոփոխությունները գան, և դրա համար ժողովուրդ ջան, մեր քվեաթերթիկը համար 3-ն է, համար 3-ն է, համար, ժողովուրդ ջան, մենք գտնվում ենք հանրապետության հրապարակում, այս հանրապետության հրապարակից, ցավով եմ ասում, բայց բազմաթիվ մարդկանց կալանքների որոշումներն են գրվել, մեր հայրենիքը տագնապի ու նվաստացման մեջ է դրվել, դրա համար առաջարկում եմ, նենց ասենք, որ ամբողջ Հայաստանը լսի, թե փոփոխությունների համարը որն է, փոփոխությունների համար, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ Աստված պահապան։